Այսօր խոսելու եմ այս թեմայի շուրջ, եթե Աստծո որդի ես։ Սիրելիներս, կա մեկը, որ կասկածում է, որ ինքը Տիրոջ զավակն է, որդին կամ դուստրը, կամ որ դուք ուղղակի հենց այնպես պատահական հայտնվել եք այստեղ։ Հավատում եք, չէ՞ որ Աստված ուներ ծրագիր ամեն մեկի փրկության համար, որպիսի մենք դառնայինք նրա որդիները եւ դուստրերը, դա Տիրոջ ծրագիրն էր։ Եվ փառք Աստծուն այդ ծրագրի համար։ Գիտեք, Աստված էլ է ուրախ, չգիտեմ, դուք ուրախ եք, որ Աստծունն եք։ Ամեն։ Աստված ավելի շատ է ուրախ, բայց կա մեկը, որ ուրախ չի։ Կռահեցիք, չի ով այդ մեկը։ Սատանան չէր ուզում, որ մենք լինեինք Աստծո զավակներ, որ մենք ներում ստանայինք, որ մենք փրկություն ստանայինք։ Եվ ժամանակ առ ժամանակ Սատանան իր որոգայթներով, իր սարդոստայնը հուսելով գալիս է եւ ասում է. «Իրոք Աստծո որդին ես»։ Կամ եթե Աստծո որդին ես, ինչի է քո կյանքում այս իրադեպքը, այն իրավիճակը։ Եվ լինում են դեպքեր, որ մի պահ կանգ ես առնում ու միգուցե մտածում ես, իրոք Տեր իմ, ինչի է իմ կյանքում այս իրավիճակը։ Գիտեք, Հիսուսի կյանքում էլ կար այդպիսի մի դրվագ ժամանակաշրջան, երբ նա մկրտվեց Սուրբ Հոգով, լցվեց Սուրբ Հոգով եւ գնաց առաջի տեղը անապատ։ Ինչն էր անապատի նպատակը Հիսուսի կյանքում։ Կարող ենք ասել, միգուցե ծոմ էր վերցրել, ուզում էր Տիրոջով լցվել, միգուցե դա հենց անապատը փորձության դաշտն էր, եւ ես կասեմ եւ նա էր, երկուսն էլ եղավ։ Անապատը մի վայր էր, որտեղ նա առանձնացավ նախքան իր ծառայությունը։ Նա ստացավ զորության հոգին, նա ամբողջ կյանքում գիտեր ինչ միսիայի համար է ինքը եկել։ Անգամ երբ որ նա 12 տարեկան էր եւ ծնողների հետ եկել էին ավետարանում գեղեցիկ գրված է այդ տեղը, ինքը հետ գնալու ճանապարհին ծնողները նկատեցին, որ Հիսուսը չկար, չէ, եւ փնտրում էին ու եկան ու գտան իրան տաճարի մեջ, եւ նա այնտեղ սովորեցնում էր, գրված է։ Եվ ծնողները զարմացան ու ասեցին. «Ուր ես, մենք քեզ ման ենք գալիս»։ Ինքը ասեց. «Դուք չգիտեք ես որտեղ պիտի լինեմ»։ Հիսուսը սովորում էր փոքրուց, այսինքն նա գիտեր իր միսիայի մասին, բայց եկավ ժամանակ, երբ որ նա մկրտվեց Սուրբ Հոգով, նա վերցրեց այդ ժամանակը եւ առանձնացավ հոր հետ, նախքան իր մկրտված լինելուց հետո ծառայությունը։ Ես չեմ կարող հաստատ ասեմ, որ Աստվածաշունչը կետ առ կետ գրված է, թե անապատի այդ 40 օրը ինքը ոնց անցավ, այնտեղ ուղղակի դրվագներ է գրված, որ երբ որ 40-րդ օրը մոտեցավ արդեն ավարտին իր ժամանակահատվածի, անապատում գտնվելու, եկավ չարը եւ նրան սկսեց փորձել։ Նա քաղցած էր, իհարկե հոգնած էր, եւ քանի որ մենք ունենք շունչ հոգի մարմին, եւ Սատանան այդ 3 բնագավառների համար պատրաստել էր նրան փորձելու խոսքեր, կասկածներ մտցնելու համար։ Եվ խոսքերից մեկն էր. եթե Աստծո որդի ես, ասա թող քարը դառնա հաց։ Տեսեք, անգամ Հիսուսին Սատանան փորձեց կասկած մտցնել, բերեց իր սուտը, գեղեցիկ փաթեթավորած, որպեսզի կասկած մտցներ, արդյոք Աստծո որդի է, բա որ Աստծո որդի ես, ինչի ես սոված, ծարավես, քան ժամանակ, հետնելը տենց միսիայի ես պատրաստվում, ոնց Աստված քո մասին հոգ չի տանում։ Երևի թե մենք էլ ժամանակ առ ժամանակ, որ փորձությունների մեջ ենք ընկնում, ասում ենք, ախր մենք Աստծո հետ ենք, ախր հավատարիմ ենք, ախր տասանորդները տալիս ենք, ընծաները տալիս ենք, խմբակներին գնում ենք, ծառայություններին գնում ենք, ախր խի եմ ես այս դժվարությունով անցնում, ոնց կարա Աստված սա թույլ տա։ Ես կարամ ասեմ, կարա թույլ տա, եթե Հիսուսի կյանքում դա թույլ էր տրվել, սիրելիներս, մեր կյանքում էլ է թույլ տրվելու։ Բայց փառք Աստծո, որ Հիսուսը լցվում էր Աստծուց փոքր հասակից։ Գրված է, որ ես կկարդամ այդ տեղը, միանգամից Ղուկաս 4:18-ը։ Տիրոջ հոգին ինձ վրա է, սա Հիսուսն էր խոսում, պատմեցի այդ, որ նա Նազարեթում էր, ուր մեծացել էր եւ իր սովորության պես շաբաթ օրը մտավ ժողովարան եւ կանգնեց Հիսուսը, որ կարդար Եսայի մարգարեի գիրքը, մի քիչ վերև 16 խոսքից կարդացի։ 18 խոսքից ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ,
Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսություն, խոցվածներին ազատելու, Տիրոջը ընդունելու տարին քարոզելու։ Հիսուսը ուներ միսիա, եւ այս Ղուկասի 4:18-ում, 19-ում, 18-19 խոսքերում թվարկվում է իր միսիան, թե ինչի համար էր կանչված, օծված էր, ուղարկված էր, բժշկելու համար, գերիներին ազատելու համար, Տիրոջ ընդունելու տարին քարոզելու համար։ Տեսեք, այսօր մենք նույնպես, քանի որ Աստծո զավակներ ու դուստրեր ենք, ոնց որ Հիսուսը, այդ նույն միսիան այսօր ունենք ամեն մեկս։ Ոչ մեկը չմտածեք, թե ուղակի եկել եք, մի օր ապաշխարել եք, մինչև կյանքի վերջս այս հունով կգնաք, մինչև Տերը կվերցնի։ Չէ, սիրելիներս, ամեն մեկս ունենք մեր միսիան եւ Աստված նախապատրաստել է ամեն մեկիս համար դաշտ, որտեղ որ մենք պետքա բոլորս այս ամեն ինչը անենք։ Միգուցե դու մտածում ես, դե նա Աստծո որդի էր, նա օծված էր հատուկ միսիայով։ Սիրելիներս, Սուրբ Գիրքը ասում է, որ Հիսուսը ինքը ասեց. «Անելու եք ավելին, քան ես եմ արել»։ Ամեն։ Գրված է, չէ՞։ Բա ո՞նց ենք մենք այդ անելու։ Հա, Հիսուսը Սուրբ Հոգու մկրտությունով անցավ, ջրի մկրտությունը անցավ, հոգու մկրտությունը անցավ, զորությունը հագավ, դրա համար արեց։ Իսկ մենք անցել ենք այդ ճանապարհը։ Եթե չենք անցել, ունենք ցանկություն, Տերը կտա, որ անցնենք։ Այսինքն մենք նույնպես այսօր ունենք նույն միսիան, որպեսզի անենք այն, ինչ որ Հիսուս Քրիստոսն է արել, անկախ մեր տարիքից, անկախ մեր սեռից։ Հա, ես ընդունում եմ, որ միգուցե կան ինչ որ կատեգորիայի մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ կինը քարոզում է, կինը ծառայում է, Տերը օրհնի, մենք իրանց չենք դատում, բայց մեր ծառայությունը միսիան կատարելը մենակ եկեղեցում խոսելը չի։ Մենք կարող ենք մեր աշխատանքի վայրերում, մեր ընտանիքներում, մեր հարազատների մեջ, մեր հարևանների մեջ, նույնպես Տերը կարա մեզ ամբողջությամբ նույն զորությունով օգտագործի, ոնց որ Հիսուսին էր օգտագործում իր ծառայության ներքո։ Բայց մեզ էլ նույնպես մեկ-մեկ գալիս է չարը եւ ասում. Արդյոք օծված ես, արդյոք ունես այն ռեսուրսները։ Իհարկե, մենք այստեղ պետք է մի քիչ մտածենք, որ ծառայելու համար մենք էլ պետք է Տիրոջ խոսքի մեջ աճենք, սովորենք, զորանանք Տիրոջ գիտությունով եւ իմաստությունով։ Հիսուսը ինքն էլ լինելով Աստծո որդի, այդ этаպները անցավ։ Իհարկե, մեզ էլ է պետք այդ գիտությունը, այդ զորությունը, այդ իմաստությունը ունենալ եւ հետո նոր, որովհետեւ եթե Աստված քեզ միտեղ է ուղարկում, կամ եթե խանութ ես գնում, մինչեւ գումար չվերցնես, չես գնա, չէ, որովհետեւ գիտես, որ խանութը ինչ էլ առնես, վերջում գումար ես մուծելու։ Եթե գնում ես աշխատանքի, ինչ որ մասնագիտություն ունես, եթե այդ մասնագիտությանը չես տիրապետում, այդ գործը դու չես տիրապետում, դու չես կարող աշխատես։ Կոպիտ օրինակ է համեմատած իհարկե, բայց համենայն դեպս տպավորիչ է, որ այստեղ նույնպես եթե մենք մեր միսիային գնալու համար չենք զինվում գիտությունով եւ իմաստությունով, մենք չենք կարող ծառայենք։ Դրա համար մենք ունենք ժամանակ լցվելու այդ գիտությունով։ Բայց եւ այնպես սատանան միևնույն է գալիս է եւ ասում է. ախր դու կարաս ծառայես, ախր այդ քո խելքի բանը չի, ախր դու ուր են ծառայությունն ուր, այն զորությունը ուր, այն հրաշքները ուր, հետո քո կարողությունը, քո ընտանիքը, քո հələ մի հատ ելք ու մուտքը, հələ տես ինչքան խնդիրներ ունես, ով պետք է այդ խնդիրները դիեւ պիտի Տերը լուծի, ոնց պիտի լինի, որ դու գնաս ծառայելու, եթե Աստծո որդի ես։ Այսինքն սատանան միշտ ունի չար իր նետերը, որը կասկածներ ա բերում, որը վախ ա բերում, որպեսզի կանգնեցնի մեզ կատարելու այն միսիան, ինչի համար որ Տերը մեզ ընտրել ա։ Քարոզիչներից մեկը այսպիսի մտքեր ա գրել։ Շատ են ասում Աստծո ժողովուրդը, որ երկինքը փակ է։ Ես այդ օծությունը չունեմ, երկինքը փակ է իմ համար։ Սիրելիներս, ամեն մեկը Երբ որ ունենում է խնդիր եւ այդ խնդրի համար աղոթք անում, Աստված նայում է սրտին եւ այդ անձի համար բացում է երկինքը։ Եթե ինչ որ մեկի մոտ չի ստացվել, ուրիշի փակ իրավիճակը, եկեք մենք չընդունենք մեր վրա, որ մեր համար էլ է երկինքը փակ։ Որովհետև ամեն մեկս ունենք մեր իրավիճակները, մեր հոգսերն ու խնդիրները մենակ մենք գիտենք ամբողջությամբ եւ Աստված։ Եվ եթե Աստված ունի պատասխան մեր ամեն մի իրավիճակի համար,
Եթե ինչ-որ մեկի մոտ դա չի ստացվել, դա թող մեզ չկանգնացնի, սիրելիներս։ Եկեք միշտ նայենք Աստծուն, որովհետև Աստված սպասում է, որ մենք թույլ տանք, որ իր հոգին գործի մեր միջոցով, այնց ոնց որ գործել է Հիսուսի միջոցով։ Իհարկե մենք կարանք այսպիսի մի պոզիցիա ընդունել, երբ որ ունես մի շարք խնդիրներ եւ երկար ժամանակ աղոթում ես ու չկա այդ խնդիրներիդ պատասխանը։ Հա, լինում են դեպքեր, իմ կյանքում էլ եղել է եւ կան դեպքեր, որ երբ որ երկար տարիներ աղոթում ես, բայց դեռ չունես այդ խնդրի պատասխանը։ Ինչպես վարվես։ Ինչու՞ն է պատճառը, որն է։ Կամ Աստված է ոչ ամենակարող, կամ դու այնպիսի մի իրավիճակ ունես, որ ուղղակի չես կարողանում դուրս գալ։ Հետաքրքիրը այն է, որ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված ամենակարող է։ Եթե մենք տեսնելով միայն ֆիզիկական աչքերով մեր իրավիճակները, ընդունում ենք մեր պարտությունը, այսինքն մեր խնդիրները այնքան մեծ են երևում, որ մեր աչքին, որ մենք անգամ թույլ չենք տալիս, որ Սուրբ Հոգին Տիրոջ տեսակետից մեզ ցույց տա այդ իրավիճակը։ Սա նշանակում է, որ մեր միտքը նորոգված չէ։ Եթե մենք ժամանակ առ ժամանակ գիտությունով լցվելու հետ միասին մեր միտքն էլ փոխենք, որովհետև Սուրբ Գիրքը ասում է նորոգեցեք ձեր միտքը, մի կերպարանվեք աշխարհի կերպարանքով, այլ նորոգեք ձեր մտքերը։ Շատ կարևոր է, որ մեր միտքը անցնի այդ նորոգության process-ը։ Եթե մեր միտքը նորոգված լինի, մեր հիմքը կլինի Աստծո խոսքը, մենք կգտնենք խոսքից այն տեղը, որը որ մեզ իրոք կկանգնացնի հաղթանակի մեջ։ Երբ որ Եղիան 3-րդ թագավորաց կարծեմ 18 գլուխն էր, երբ որ Եղիան անձրևի համար աղոթում էր, տեսեք, նա ընդամենը աղոթում էր, եւ նա էլ ճիշտ է ուներ մարգարեության պարգև, բայց նա էլ մեր նման մարդ էր։ Նա ուղղակի ծունկի էր եկել եւ աղոթում էր։ Ծառային ուղարկեց, ասեց գնա ջրի մոտ, տես ամպ երևում է թե չէ։ Եկավ ծառան եւ ասեց չկա։ 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, 7 անգամ ուղարկում է ծառային։ Ինչի մասին է սա խոսում, որ Եղիան չէր հանձնվում։ Նա սպասում էր, գիտեք, երբ որ մենք խնդրի համար աղոթում ենք, երբ որ մենք ինչ-որ մի բանի համար Տիրոջը դիմում ենք, չպետք է հանձնվենք այնքան, մինչև այն փոքրիկ ամպը երևա։ Երբ որ փոքրիկ ամպը երևաց, Եղիան հասկացավ, որ իր աղոթքի պատասխանը վերցրեց, բայց վերցնելու համար այդ երկար մի քիչ ժամանակ տևեց։ Շատ ժամանակ մենք չունենք համբերություն սպասելու այդ որ մինչև մեր աղոթքի պատասխանը գա։ Եվ հետո, երբ որ անձրևը եղավ, հետաքրքիր բան եմ կարդացել, որ կա 2 եղանակ։ Մեկը գաս այն վայրը, որտեղ անձրևը եկել է արդեն, երկրորդը, որ երբ որ անձրևը գալիս է, դու կանգնես այդ անձրևի տակը, ներկա լինես այդ անձրևը գալու process-ին։ Ես հավատում եմ, որ Աստված հիմա իմաստություն կտա ձեզ յուրահատուկ, որպեսզի ամեն մեկը ձեր իրավիճակի համար Տիրոջից ստանաք, թե դա ինչ է ձեզ համար, ինչ է դա նշանակում։ Այսինքն անձրևը գալիս է եւ դու երկար սպասել ես, դու վայելում ես այդ անձրևը, անկախ նրանից, որ քո շորերը թրջվում է, կոշիկները թրջվում է, մազերը թրջվում է, դա արտաքին տեսքը ցենց մի քիչ փոխվում է անձրևից հետո, երբ որ անձրևի տակ ես մնում։ Եվ ուրիշ բան է, երբ որ չոր էր, անապատ էր եւ եկավ անձրևը, հիմա արդեն լավ է, հիմա օդնել այդքան շոկ չի, անձրևից հետո հաճելի է մի քիչ օզոնի շերտն է, թթվածինը լավ է, շնչելը հեշտ է, այդ դեպքում էլ է այդ միջավայրը ցանկալի, որ անձրևը արդեն եկել է չոր վիճակից հետո։ Հիմա մենք կարող ենք այդ անձրևը վայելել, մենք կարող ենք գալ, երբ որ անձրևը արդեն կտրվել է։ Երկու դեպքում էլ մենք կունենանք իհարկե պատասխան, որովհետև մենք սպասում էինք անձրևին, մենք սպասում էինք այդ ջրերին, բայց դու այդ ջրերից ինքդ քո վրա կվերցնես, կթրջվես, թե ուղակի կգաս խոնավ միջավայրը, ջրված միջավայրը, սա արդեն որոշիր, թե որ միջավայրն է քեզ ավելի հարազատ։ Ես ասեցի, որ հա լինում են դեպքեր, որ մարդիկ ասում են փակ է երկինքը ինձ համար, իմ իրավիճակի համար, տարիներ շարունակ անցնում եմ այս ճանապարհով եւ դեռ չկա ոչ մի հույս, չկա ոչ մի պատասխան։ Ինչ անենք այդ դեպքում։
Եթե մենք ապրենք համապատասխան Սուրբ գրքի, անպայման մեր ճանապարհները կգա։ Մենք պետք է այդ դեպքում սկսենք նորովին ճանաչել Հիսուսին, նորից մոտենանք Աստծուն, նորից քննենք մեր կյանքը, ինչն է պատճառը, որ ես չեմ կարողանում սпасել ու վերցնել այդ հաղթանակը։ Քենեթ Խեյգենը մի այսպիսի վկայություն է գրանցել, որ մի կին մոտենում է իրեն եւ ասում է. Եղբայր Խեյգեն Քենեթ, աղոթիր ինձ համար, որ ես կարողանամ իմ ընկերուհուն ներեմ։ Եվ քարոզիչը հարց է տալիս, ասում է. Քո սրտում ինչ կա իր հանդեպ, վիրավորված եք, վիճված եք, ինչ է եղել։ Եվ այս կինը ասում է, որ չէ, ուղղակի իմ մոտ չներելու հոգի կա, իմ մեջ այդ չներելու հոգին կա, որ ներեմ։ Ասում է չներելու հոգին հարց է տալի, ասում է, եթե ամուսինդ քեզ մի բան ասի, չար խոսք կամ մի վատություն, ամուսնուդ կներես, ասում է, իհարկե կներեմ, նա իմ ամուսինն է, ոչ չեմ ների։ Քույրս ասում է, ուրեմն քո մեջ չներելու հոգի չկա։ Եթե դու ամուսնուդ կարող ես ներել, եթե հոգին լինի, դու ոչ մեկին չես կարա ներես։ Եթե ամուսնուդ կարողանում ես ներել, ուրեմն այդ հոգին չի քո մոտ։ Ուղղակի քո ցանկությունն է, ներես թե չներես։ Եվ այս կինը ասում է, իհարկե ես քեզ համար կաղոթեմ, բայց կարևորը որ դու գտնես արմատը, ինչի չես կարողանում ներել քո ընկերուհուն, հարևանուհուն։ Եվ այդ կինը ասում է, որովհետև ինքը ինձ շատ ցավացրել է, ճիշտ ասած, այնքան էլ չեմ ուզում ներեմ, բայց դե ախր Աստծո առաջ էլ չներելը մեղք է։ Այսինքն, եթե մենք բռնել ենք, չենք ուզում ներել, դա մեր ցանկությունն է, դա մեր ընտրությունն է, 10 հոգի էլ աղոթի, դու դա բաց չես թողնի, մինչև ինքդ չցանկանաս բաց թողնես։ Եվ որպեսզի մենք կարողանանք բաց թողնենք, հենց մեզ պետքա մտքի նորոգությունը, հենց մեզ պետքա Սուրբ Հոգու օծությունը, որովհետև Սուրբ Հոգու մասին գրված է Գործք Առաքելոցում, որ երբ որ հոգին գա, նա ձեզ կզորացնի։ Այն ինչ որ մենք մարդկայնորեն չենք կարողանում անել, Սուրբ Հոգու հետ կկարողանանք անել։ Եթե մենք իրոք Սուրբ Հոգուց խնդրում ենք դա։ Եվ իրավիճակներ կան, որ ես ելին ասեցի, որ հա, մենք ընդունում ենք պարտվածի կարգավիճակը։ Գիտեք, դա էլ է սատանայի ձեռագիրը։ Ինքը ասում է, դե չես կարա այս արգելքը անցնես, չես կարա ներես, ոնց կարաս չհիշես։ Եթե մենք այս պոզիցիան ընդունում ենք, մենք մտնում ենք անեծքի տակ, որովհետև չներելը դա անեծք է։ Եվ սա սատանայի ծրագիրն է, որ մենք գտնվենք անեծքի տակ, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ խաչվեց Գողգոթայի վրա, նա այդ անեծքը վերցրեց։ Համաձայն Սուրբ գրքի մենք անեծքից ազատ ենք։ Եվ սատանան փորձում է ամեն կերպ ինչ որ sense քրուչոկներ գցի, ինչ որ ձևերով, պարաններով կապի մեզ, որ մենք չկարողանանք լինել ամբողջական Տիրոջ ծրագրի մեջ, որն է գնալ երբ կատարել այն, ինչ Հիսուսը անում էր։ Հիմա Հռոմեացիս 12:2-ը կարդամ, նոր անցնենք առաջ։ Էսի որ եւ մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքովը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Տեսեք, եթե մեր միտքը նորոգվում է համաձայն Աստծո խոսքի, մենք կարողանում ենք քննել ինչն է բարին, ինչն է լավը, ինչն է վատը, եւ իհարկե ընդունում ենք այն, որ եթե մեր միտքը չփոխենք, մեր կյանքը չի փոխվի։ Եթե մեր միտքը փոխենք, անպայման մեր կյանքերը կփոխվի։ Ինչու Հիսուսը հաղթեց անապատում։ Մենք կարող ենք բազում օրինակներ բերել, որ ինքը Աստծո որդի էր, ինքը լցված էր, ինքը խոսքը անգիր գիտեր։ Խոսքը իմանալը քիչ է, եթե մենք այդ խոսքով չենք ապրում։ Եսայի մարգարեի 41:10 գրված է. Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը։ Տեսեք, երբ որ սատանան եկավ եւ նրան բարձրացրեց մի բարձր տաճարի վրա եւ ասեց. «Տես,
կարող ես ստեղից քեզ գցել, գրված հրեշտակները կպահեն, չէ՞։ Հիսուսը ասեց՝ մի փորձիր քո Տեր Աստծուն։ Երբ որ նա ցույց տվեց բոլոր հարստությունները աշխարհի եւ ասեց երկրպագիր եւ քեզ կտամ, Հիսուսը պատասխանեց համապատասխան, որ միայն քո Տեր Աստծուն պաշտիր եւ ուրիշ աստվածներ չունենաս, միայն նրան։ Այսինքն բացի նրանից, որ Հիսուսը խոսքը անգիր գիտեր, նա վստահ էր Տիրոջ սիրո վրա։ Պողոս առաքյալը այնտեղ ասում է, որ երբ որ նամակ ա գրում եկեղեցիներին, ասում է, որ մենք փորձությունների ենթարկվեցինք եւ հույս չունեինք, որ կապրեինք, մենք արդեն ընդունել էինք այդ մահապարտի վիճակը, բայց ասում է Աստված մեզ օգնեց եւ օգնում է եւ դեռ պիտի օգնի։ Տեսեք, այս Եսայի մարգարեության խոսքերը, որ մի վախեցիր, մի վեհերիր, Հիսուսն էլ գիտեր այս խոսքերը։ Եվ նա շատ անգամներ ասում էր՝ մի վախեցիր, միայն հավատա, երբ որ բժշկություններ էր անում, երբ որ ժողովրդին էր ծառայում, նա անընդհատ ասում էր. «Սիրելիներս, այսօր երբ որ մենք էլ ունենում ենք խնդիրներ, անգամ եթե չունենք հույս, անգամ եթե մտածում ենք, եթե Աստծո զավակ եմ, ինչի է իմ կյանքում սա կատարվում, մենք պետք է միշտ վստահ լինենք Աստծո պաշտպանության վրա, որովհետև իրոք Աստված մեզ ընտրել է, Աստված մեզ զորացրել է»։ Կարդամ 112 Սաղմոսի 7-րդ խոսքը, մի քանի տեղեր մի անգամից կարդամ։ Չար համբավից մի վախեցիր, նրա սիրտը պատրաստ է Տիրոջը հուսալ։ Այսինքն, երբ որ չարիքը գալիս է, փորձությունը գալիս է, որպեսզի մենք չվախենանք, մեր սիրտը հաստատուն լինի մեր Տիրոջ վրա։ Առակաց 29-ի 25-ը Մարդի վախը որոգայթի մեջ կգցե, բայց Տիրոջը ապավինողը կապաստանվի։ Էլի այն, որ մեր հույսը, երբ որ Տիրոջ վրա է, մենք ունենք Տիրոջից պաշտպանություն։ Եփեսացիների 6:13-ը Ինչպես պաշտպանվենք, հույս ունենալը լավ է, հավատք ունենալը լավ է, բայց մենք գործ ունենք հոգևոր աշխարհի հետ։ Մենք չպետք է մոռանանք, որ Սատանան չարը դա հոգևոր աշխարհի ներկայացուցիչ է եւ մենք ունենք ընթացք հոգևոր անցնելու եւ եթե մենք չունենք հոգևոր սպառազինություն, որովհետեւ Սուրբ Գիրքը ասում է մեր պայքարը մարմնի եւ այրունի դեմ չի, այլ չար ուժերի դեմ, չէ, այսինքն հոգևոր կան չար ուժեր, որոնց հետ է մեր պայքարն ու կռիվը։ Հենց այդ ուժերից մեկն էր, որ փորձում էր Հիսուսին անապատում։ Դրա համար Աստված մեր համար պատրաստել է սպառազինություն։ Սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը եւ ամենը կատարելով հաստատ կանգնել։ Եվ թվում արդ հաստատ կանգնեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորած, արդարության զրահը հագած եւ ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունովը եւ ամենի վրա հավատքի վահանը առեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել եւ փրկության սաղավարտը առեք եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, ամեն աղոթքով ու աղաչանքով աղոթք արեք, ամեն ժամանակ հոգով եւ սրանում հակառակ հսկեցեք բոլոր հարատեվությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Տեսեք, մենք ունենք հոգևոր սպառազինություն, եթե մենք դա չօգտագործենք, մենք կլինենք պարտվածի կարգավիճակում։ Այս սպառազինությունը մեր համար ուժ է, զորություն է հենց, երբ որ մենք ասում ենք, որ Սուրբ Հոգին զորացնում է մեզ, այդ զորությունը ինչպես է գալիս, ոնց է Սուրբ Հոգու զորությունը։ Բաներ կա, որ հոգևոր է եւ մենք մեր աչքերով չենք կարող տեսնել, բաներ կա, որ մեր աչքերով կարող ենք տեսնել։ Մենք կանչվելու ենք, կանչված ենք հաղթելու համար։ Երկրորդ Կորինթացիների 2:14-ում գրվածն է. շատ հաղթանակներ վերցվում են պայքարի եւ պատերազմի միջոցով։ Առաջինը, ես գրել եմ մի քանի կետեր, ինչպես մենք հաղթենք։ Լավ է, որ չենք կասկածում, որ Աստծո որդի ենք,
բայց կա ճանապարհ, որը պետք է անցնենք։ Նույն 2 Կորինթացիների 10-րդ գլխի 3-ից 5-ը Աստծո ուժով պիտի հաղթենք։ Ինչ է դա։ Դա գործող էներգիա է, շնորհքի ուժ, որի միջոցով կա հնարավորություն վերափոխել մարդուն։ Տեսեք, առաջի կետը։ Դա մի ուժ է, էներգիա է, որը շնորհքի միջոցով օգնում է մարդուն փոխել իր իրավիճակը։ Երկրորդը խոսքի ուժը։ Եսայիայի մարգարեության 11:4-ում այդ մասին գրված է, որ Աստծո խոսքը նա նման է, մենք ասում ենք երկսայրի սուրա, որ կտրում է աչից ձախից հոգին ու շունչը, բացի դրանից Աստծո խոսքը դա սերմ է։ Սերմը իր մեջ կրում է ուժ, որը որ փոխում է ֆիզիկական եւ հոգեվոր վիճակները։ Եթե հիշում եք, մի անգամ ծառայություններից մեկում ես մեկ սերմի մասին խոսեցի, հետաքրքիր մի բան էի կարդացել եւ դա իրական դեպք էր Գերմանիայում։ Ինչքան հիշում եմ, այդ սերմը գերեզմանակարի, այդ մեծ պլիտան որ կա, այդ պլիտան բարձրացրել էր գերեզմանի վրայից, մեկ սերմ, ինչ որ սերմ էր ընկել եւ այսինքն սերմի ուժը, զորությունը, երբ որ նա արմատներ է գցում ու բարձրանում է, դա ունի ուժ, որը որ կարա անգամ քարեր տեղաշարժանի։ Իսկ երբ որ Աստծո խոսքը որպես սերմ ցանում ես, մի առ ժամանակ հետո այդ խոսքը բերում է պտուղ քո կյանքի մեջ։ Դա էլ է Տիրոջ զորության տեսակներից մեկը կարելի է ասել քրիստոնյայի կյանքում։ Երրորդ կետը գրել եմ փոխհարաբերություն Աստծո հետ։ Այս փոխհարաբերությունը Աստծո հետ դա մեր ներքին սենյակն է, որտեղ մենք աղոթում ենք, որտեղ մենք Տիրոջ հետ շփվում ենք, եւ այս փոխհարաբերությունը օգնում է մարդուն բարի գործերի մեջ, ճանապարհը շտկելու, սրտի դիրքը փոխելու, հավատքը ավելացնելու, Տիրոջ հետ շփումը, փոխհարաբերությունը նույնպես հաղթանակի տանելու ճանապարհներից մեկն է։ Եվ 4-րդ կետը գրել եմ գերբնական ազդեցություն։ Այս գերբնական ազդեցությունը հաճախ ի հայտ է գալի աղոթքների ժամանակ։ Գործում է աղոթքի միջոցով բերելով պաշտպանություն, մխիթարություն եւ հոգեվոր ու ֆիզիկական բժշկություն։ Տեսեք, այս գերբնական ազդեցությունը սա նույնպես ինչպես կարող ենք ասել, որ ոնց եղավ, Եղիան աղոթեց, մի քանի ժամանակ հետո ամպը եկավ։ Միգուցե այդ ամպը տենց էլ գալու էր, բայց մենք հավատում ենք, որ սա Եղիայի հավատքն էր, որ նա սպասում էր, որ մինչև իր աղոթքի պատասխանը չտեսնի, նա աղոթքը չի վերջացնելու։ Այսինքն աղոթքը ունի նույնպես գերբնական այդ ուժը գալիս է աղոթքի միջոցով, եւ շատ դեպքեր գիտենք, ես գիտեմ, թե բոլորդ էլ գիտեք շատ դեպքեր, որ աղոթքից հետո ոնց է փոխվում, աղոթքի ժամանակ ինչեր է կատարվում եւ փոխվում է մարդու կյանքը, բժշկվում են, ազատագրվում են, մխիթարվում են տարբեր ձևով։ Հիմա որpիսի մենք ապրենք որդու ստատուսով կամ Աստծո դստեր, մենք պետքա զինվենք նույնպես մտքի նորոգությունով, Տիրոջ գիտությունով, իմաստությունով, անցնենք միգուցե անապատ, բայց այդ անապատում մենք նույնպես ունենանք այդ հարատևելու համբերությունը, չհանձնվենք, մինչև որ մենք կստանանք, հետո ինչ որ Աստծո որդի ենք, միևնույն է մենք անապատներով ժամանակ առ ժամանակ անցնում ենք, եւ մենք պետքա ճանաչենք Քրիստոսին, շարունակենք նրա գործը, զինվելով հոգևոր սպառազինությունով, եւ այդ դեպքում մեր կյանքում չի լինի անեծքը, որ մենք ընդունել ենք պարտության տեսակետը, մենք ընդունել ենք պարտության պոզիցիան։ Եվ մենք կարող ենք ամեն մեկս լինել այն Աստծո հավատարիմ անձը, ով որ մարդու կյանքում բերում է ոգևորություն, հավատք, որ երբ որ քո հետ շփվում են մարդիկ, քեզ հետ կիսվում են, քեզ հետ ընկերություն են անում, դու անգամ քո խոսքերով, քո վարքով իրանց մեջ բերում ես սփոփանք, բերում ես մխիթարություն, բերում ես հաղթանակի հույս, եւ դու կարող ես իրանց համար լինել հույսի ձայն։ Եվ երբեք մենք մերը իհարկե չենք փնտրում, ոնց որ Հիսուսը չէր փնտրում ինքը իրանը, այլ մենք ունենք մի նպատակ, քանի որ Տերը մեզ ընտրել է լինելու որդիներ, դուստրեր, մենք լինենք որդու կամ դստեր պոզիցիայի մեջ եւ
լինենք հույս բերող ձայն, ծառայենք որտեղ որ Տերը դաշտը կտա։ Մենք ամեն մեկս ես ասեցի սկզբից, որ մենք ունենք այդ դաշտը, որտեղ որ Աստված մեզ կօգտագործի, անպայման կօգտագործի, որովհետև նա է մեզ կանչել, ունենալով մեր համար ծրագիր։ Եվ երբեք ոչ մի բանից չվախենանք, ոնց որ Հիսուսը չվախեցավ, որովհետև մենք մեր զորությունով ոչինչ չենք անում, մեր մտքով ոչինչ չենք անում, մենք Քրիստոսի միտքն ենք առնում, մենք Քրիստոսի ուսմունքն ենք առնում, եւ երկրորդ Օրինաց 31:8-ում գրված է. Ես քո առաջից գնացողը նույն ինքը Եհովան է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնելու եւ քեզ չի ձգելու, մի վախենար եւ մի զարհուրիր։ Նորից միտեղ որպես հաստատություն, որ սիրելիս, դու հաստատ Աստծո դուստրն ու որդին ես, հաստատ Տերը քեզ պատահական չի կանչել, ինչ իրավիճակի միջով էլ որ անցնես, թող սիրտդ չդողա, չվախենաս, որովհետև Աստված քեզ հետ է, քո իրավիճակի համար էլ կա անձրև, կա ամպ, եթե անգամ հիմա անապատում ես ու փորձվում ես ու սոված ես ու հոգնած ես, միևնույն է, թող Տիրոջ խոսքը, Տիրոջ գերբնական ներգործությունը, քո աղոթքը թույլ տուր, որպեսզի Սուրբ Հոգին այս ամեն ինչի միջոցով քեզ անցկացնի այդ հաղթական ճանապարհով, մինչև դու ստանաս քո օրհնության անձրևը։